Վախկոտ բատիրը, կիրգիզական հեքիաթ։ Վաղուց, շատ վաղուց ապրելիս է եղել մի ջիգիտ, Սոգբայ անունով։ Նրա գործը այն է եղել, որ ամբողջ օրը կերել ու քնել է։ Պատահել է, երբ յուրտից դուրս է եկել, վախեցել է ամենաթույլ քամուց անգամ, խոտի խշշոցից, նույնիսկ ճանճի տզզոցից։ Մարդիկ ծիծաղել են նրա վախկոտության վրա և անունը դրել Վախկոտ բատիր։ Շուտով այս Վախկոտ բատիրի հայրը մեռնում է, ու նա ուտելու ոչինչ չի ունենում։ Սոգբայը մտածում է. չէ, էսպես ապրել չի կարելի, բավական է վախկոտ լինեմ, պետք է վերջ տամ դրան ու նոր կյանքով ապրեմ։ Նա յուրտից դուրս է գալիս և որոշում է ուժերը փորձել։ Մոտենում է իր պառաված ձիուն ու նրա վերքերով ծածկված մեջքին ճանճերի մի պարս է տեսնում։ Սոգբայը ձեռքը թափով վրա է բերում, բռան մեջ լիքը ճանճ է լցվում։ Մի հարվածով բոլոր ճանճերին ճզմում է ու սկսում է հաշվել։ Բռան մեջ ուղիղ 100 ճանճ է գտնում։ Հա, ուրեմն ես շատ ուժեղ եմ, որ մի հարվածով 100 ճանճ սպանեցի, մտածում է Սոգբայը։ Սրանից սիրտ է առնում, թամբում է իր պառավ ձին և գնում օտար աշխարհ։ Շատ է գնում, թե քիչ հասնում է մի ճամփաբաժանի։ Այդտեղ մի մեծ սև քար է ընկած լինում, որտեղից ճանապարհը բաժանվում է 3 մասի։ Սոգբայը մտքերի մեջ է ընկնում, իջնում է ձիուց ու քարի վրա գրում. ով որ մեջտեղի ճանապարհով գնա, նա կկործանվի, և գնում է հենց այդ ճանապարհով։ Շուտով այդ քարի մոտ կանգ են առնում 2 դյուցազուններ, գրածը կարդում են ու իրար ասում. չէ որ մենք իսկական դյուցազուններ ենք, վտանգավոր ճանապարհից ինչի պետք է վախենանք։ Եվ նրանք գնում են մեջտեղի ճանապարհով։ Գնում և հասնում են Սոգբային։ Հասնում են և բարև տալիս։ Սոգբայը պատասխանում է նրանց ու հարցնում. ինչ է, սև քարի վրայի գրածը չեք կարդացել, չէ որ այնտեղ գրված էր. ով որ մեջտեղի ճանապարհով գնա, նա կկործանվի։ Եթե կարդացել եք, ապա անմիջապես ետ դարձեք։ Մենք կարդացել ենք, բայց միևնույն է, հանդիպել ենք իրար ու միասին էլ ճանապարհը կգնանք, պատասխանում են դյուցազունները։ Ես նշանավոր դյուցազն Սոգբայն եմ, դուք էլ իմ ջիգիտները դարձեք։ Այդ ժամանակ դյուցազունները հարց են տալիս. ով քաջ Սոգբայ, մի հարվածով քանի գլուխ կարող ես թռցնել։ Սոգբայը հպարտ պատասխանում է. 100 գլուխ, իսկ եթե շատ բարկանամ, ով գիտի, գուցե ավելի շատ։ Իսկ դուք քանի գլուխ կարող եք։ Մենք ամենաշատը 2 կամ 3 գլուխ, պատասխանում են դյուցազունները։ Անսպասելի ճանապարհին հայտնվում է զինված ձիավորների մի մեծ ջոկատ։ Սոգբայ բատիր, դու սկսիր կռիվը, ասում են դյուցազունները։ Առաջինը դուք ցույց տվեք, թե թշնամու հախից ոնց եք գալիս։ Եղած-չեղած մի քանի հոգի են, թե որ մի 10 անգամ շատ լինեին, դա ուրիշ բան։ Ոնց որ պետքն էր, ես կռվի մեջ կմտնեի։ Հը, ինչ եք կանգնել, դե թռեք տեսնեմ, սպառնալից հրամայում է Սոգբայը։ Դյուցազունները հարձակվում են ձիավորների վրա, բոլորին ջարդում ու վերադառնում են Սոգբայի մոտ։ Եվ երեքով նորից շարունակում են իրենց ճանապարհը։ Շուտով նրանց զինված ձիավորների ավելի մեծ ջոկատ է հանդիպում։ Հիմա բատիր, հիմա հերթը քոնն է, դե առաջ սլացիր։ Սոգբայը ստիպված համաձայնում է, բայց նա այնպես է վախենում, որ թաշկինակով ամուր փակում է աչքերը ու նոր մտնում մտրակում ձիուն։ Ձիավորները դեռ հեռվից նկատում են, որ իրենց վրա է արշավում աչքերը կապած մի մարդ ու որոշում են իրենց աչքերն էլ կապել։ Երբ Սոգբայը մոտենում է, թաշկինակը աչքներից ընկնում է, վախեցած նայում է ու ինչ տեսնի,
Աչքները կապոտած ձիավորները իրար են կոտորում։ Սոգբայը թուրը քաշում է ու նրանց հրամանատարի գլուխը թռցնում։ Ձեր հրամանատարը արդեն սպանված է։ Ինչու եք ձեր գլուխը իզուր տեղը սրի տակ դնում։ Ետ դարձեք ու գնացեք ձեզ համար հանգիստ կյանք քաշեք, ձայն է տալիս Սոգբայը։ Լսելով այս խոսքերը թշնամիները բացում են իրենց աչքների կապերը։ Տեսնելով, որ իրոք իրենց հրամանատարը սպանված է, զենքները գցում են և հնազանդության երդում տալիս։ Սոգբայը թույլ է տալիս, որ նրանք իրենց տները գնան, և վերադառնալով իր երկու դյուցազունների մոտ հպարտ ասում է. «Տեսնում եք, չէ, ես բարկացա ու քիչ մնաց բոլորին աշխարհիս երեսից ջնջեի»։ Դյուցազունները զարմացած են մնում այդ Սոգբայի քաջության վրա ու նրան ենթարկվելու ընդմիշտ երդում են տալիս։ Այդ օրվանից սկսած Սոգբայն իսկական դյուցազուն է դառնում, մոռանում է իր վախկոտությունը, և ժողովուրդը սկսում է հարգել նրան։